Միացյալ Նահանգների նախագաները 51 թվականից, հետո գայցե Ռեյգանը 81-ով այդպես ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Տարբեր երկրներ ճանաչել են։ Ինչու մենք 70 տարի, այս վերջի տարիներին եւս 30 գումարած անընդհատ պայքարում ենք, որպեսզի ճանաչեին։ Իսկ ժամանակը չէր, որ այդ ճանաչման շղթան ավարտեինք եւ անցնեինք պահանջատիրությանը։ Հիմա փաստորեն ես հանգում եմ հետեւյալին ձեր խոսքից, որ այդ խորքային պետությունը հավանաբար թույլ չի տվել, որ կայանա հայոց իրական դատը։ Թուրքիան ով է։ Իմ ասելիքս շատ մեծ բան է։ Թուրքիան գործիք է։ Գործիք է։ Թուրքիան որ հզոր պետություն է, չէ, 90 միլիոն ժողովուրդ, 1.5 միլիոն բանակ ունի, գոյություն չէ։ Բայց իրենք օգտագործում են ժամանակի ընթացքում։ Իրենք իրավունք են տալիս տղաների, ցեղասպանություն, դիրապետում, երկիրը բան, գործանի, բայց հիմա սկսել են իրեն դեմ խոսալ այդ նույն խորքային մարդիկ։ Քանի ինքը Թուրքիան հասկացել է, որ մենակ ուզում է առանձնանա, բայց չի գնար։ Հիմա անգերը ծուղակի մեջ։ Տեսնենք ինչ կլա։ Արցախյան պատերազմ։ Մենք կորցրեցինք 44 օրյա պատերազմի մասնակից եք դուք, ուզում եմ նաև դա շեշտել, որ մեր ունկնդիրը հեռուստադիտողը իմանա։ Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ադրբեջանի կողքին կանգնեց նույն Թուրքիան եւ ոչ միայն Թուրքիան, Իսրայելն էր, Պակիստանն էր։ Ինչ կատարվեց, ինչու կորցրեցինք Արցախը։ Այդ նույն խորքային պետությունն է շարունակում հայ ազգի դեմ կռիվ տալ, հա, այդ մենք այդ ընթացքի հետ գործ ունենք։ Այո, այդպես էլ կա, բայց Թուրքիային մեծ ծուղակի մեջ են գցած այս բանին այդ թեմայով։ Արցախի թեմայով, թե Հայաստանի Ադրբեջանի թեմայով։ Արցախ, Ադրբեջան նույն բանն եմ հաշվում, այդ խնդիրը որպես խնդիրը, որ Ադրբեջանը ստիպեց Թուրքիային, որ գա կողքին կանգնի, ֆիզիկական տերիտորիայում։ Դա Ռուսաստանը անընդունելի երևի, բայց բան չասեց հիմա։ Իհարկե շահեր են բռնում իրար հետ, բան, բայց դա ժամանակավոր է։ Կարծում եք։ Այո։ Մենք ժամանակավոր ենք կորցրել Արցախը։ Այո, ես հույսով եմ, որ ես կտեսնեմ դա։ Դուք շատ եք ուրախացնում, բայց ուզում եմ իրատես լինենք, ինչպես։ Քաղաքական կետնի վրա հույսով եմ, որ կվերադառնան շուտ ժողովուրդը այնտեղ։ Երևի այդ հույսն է, որ վախեցնում է Ադրբեջանին, որը դրած ավերում է ամբողջ Արցախի հայկականությունը։ Ադրբեջանը Չինաստանում է այսօր։ Սի Ջինպինի հետ հանդիպում։ Հա, հանդիպումը նկատում եք։ Հանդիպումը, նույնը բարսիկներն գնացել են հանդիպման, բայց Ադրբեջանը խառնաշփոթության մեջ է։ Այսինքն Արցախը դա քաղաքական կետնի վրա խառնաշփոթություն։ Հասկանալի։ Գողքի երկրների հետ լեզու գտնալու։ Հիմա ինքը արագացնում է մեր երկրի հետ կապված, Հայաստանի հետ կապված այդ ամբողջ խնդիրները, որ ինքը նորից դիրանա։ Այսինքն ինքը չի մարսելու Արցախի հարցը։ Արցախի գրավումը, օկուպացիան չի մարսելու։ Չէ, ես չի էլ մարսելու ընդհանրապես է։ Մեր Արցախահայությունը հետ է դառնալու իր բնորոշ հայրենիք։ Իհարկե թուրքամետ մարդիկ փորձում են Արցախի ժողովրդի ասպես ասած այսօրվա գտնվելու վայրերից նորից այստեղից ապոգեն թող ամբողջովին երկրից հեռանան աշխատանք է դարվում։ Հա, Հայաստանից արտագաղթելու ուղղությամբ աշխատում են, ճիշտ եք։ Դրա համար ես գոհորդորեմ բոլոր արցախցի եմ բարեկամ եղբայր քույրերին բոլորին, եթե գրնան դիմանալ, մնան այստեղ